Ասում են, որ կյանքում ծառացած դժվարությունները կոտրում են մարդկանց, սակայն հոգով ուժեղները դժվարություններից ավելի են կոփվում, դառնում են ուժեղ ու գնում են առաջ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ լուսավոր տաղավարը էլ ավելի կլուսավորի սիրված դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ում հենց հիմա ես հրավիրում եմ տաղավար։ Եվա ջան, համեցեք, բարի գալուստ, բարով եք եկել, շատ ուրախ եմ ձեր ներկայության համար ու կարծում եմ միասին հրաշալի զրույց ենք ունենալու։ Գնացինք։ Զբաղեցրեք ձեր տեղը ու սկսենք մեր զրույցը։ Եվա, սկսենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ քաղաք Երևանում, 3-րդ զանգվածի հիվանդանոցում։ Հենց ծնվեցի, մայրիկս պատմում է, որ ձյուն եկավ նոյեմբերի 28-ին 1994 թվականին։ Բժշկուհին ասեց շատ բախտավոր աղջիկ ա լինելու ու հենց այդպես էլ կա, համոզվել եմ։ Ծնողներս մայրիկս ավարտել է կոնսերվատորիայում, իսկ հայրիկս թեթև արդյունաբերության ֆակուլտետում։ Ընտանիքում 3-րդ զավակն եմ, ունեմ մեծ եղբայր եւ քույր, ինձանից 11 եւ 12 տարի մեծ են։ Ամենակրտսերը դուք եք։ Ով է ընտրել ձեր անունը եւ ինչու Եվա։ Իմ անունը ընտրել է մայրիկս, Եվա իր մայրիկի տատիկի անունն է, Եվիտա Շերշել։ Այդ հայ չէ ազգությամբ։ Պես Եվիտա Շերշել։ Ահա, մայրիկիս կողմը Ուկրաինայից է։ Հայրիկի կողմը։ Հայրիկիս կողմը հայ։ Շատ լավ։ Գնանք առաջ, դպրոցում ինչպես եք սովորել։ Չի ասի, որ գերազանցիկ եմ սովորել, ընդունակություններ ունեի, բայց միշտ ոնց որ ալարում էի ավելի շատ սովորելու համար, բայց հենց գալիս էի դասարան, մի անգամից դասատուն պատմում էր, ես դասը ընկալում սովորում։ Այսինքն ընդունակ եք եղել։ Ընդունակ էի։ Սովորում շատ էի սիրում աշխարհագրությունը, ֆիզկուլտն էի սիրում եւ ռուսաց լեզուն էի շատ սիրում, քանի որ բավականին լավ տիրապետում եմ։ Երևի թե հենց դրանից է գալիս այն փաստը, որ այսօր շատ ճանապարհորդում եք, աշխարհագրությունը շատ եք սիրում եւ եկավ կյանքում մի փուլ, որ սկսեցիք ճանապարհորդել։ Որն է այն երկիրը, որ չեք եղել եւ կուզենաք լինել։ Ցանկանում եմ լինել Ճապոնիայում։ Ինչ՞ն է այնտեղ ձեզ այդքան հետաքրքրում։ Մշակույթը։ Ճիշտ է։ Մշակույթը, ուտելիքները։ Շատ եմ սիրում այդ կողմը։ Շատ էի ուզում Բրազիլիայում լինեի, գնացի, երազանքս իրականացրեցի, տեսա Քրիստոսի արձանը, տեսա կառնավալը, շատ տպավորված հետ վերադարձա։ Եվա, դպրոցն ավարտելուց հետո ինչպես է շարունակում ձեր կյանքի ճանապարհը, ընդունվում եք որևէ մի բուհ ուսումնական հաստատություն։ Դպրոցի հետ զուգահեռ պատմեմ պատմությունը, դեռ չէի ավարտել դպրոցը, ստացա նկարահանման առաջարկ ֆիլմում, նկարահանվեցի, բայց քանի որ չունեի բավականաչափ ուսումնական կրթություն դերասանական ոլորտում, որոշեցի զուգահեռ ընդունվել ստուդիա, քանի որ տարիքս չէր հերիքում, որ ընդունվեի ինստիտուտ, ընդունվեցի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան, 2 տարի այնտեղ սովորեցի, համ սովորում էի, համ խաղում էի թատրոնում, մեծ դերասանների հետ ելույթ էի ունենում ու դա իմ համար շատ կարևոր ու մեծ բան էր։ Դրանից հետո ճիշտ է ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ցավոք անձնական խնդիրների պատճառով չկարողացա շարունակել, ինչի համար շատ ցավում եմ, բայց ուզում եմ արդեն իսկ ուղղել իմ սխալը, այս անգամ ոչ թե ընդունվեմ Հայաստանում, այլ Նյու Յորքում ընդունվեմ այդ գծով, որպես Նյու Յորքի այդ կինոյի ակադեմիան։ Շատ լավ է։ Պլաններումս կա։ Եվ ինչպես ստացվեց Եվայի մուտքը հայկական հեռուստատեսություն, հեռուստանովելներ, նկարահանումներ, ոնց եղավ։ Շատ պատահական։ Գլխավոր կետը, կայծը որտեղից սկսվեց։ Ընդամենը 16 տարեկան էի ու որևիցե կինոներում չէի նկարահանվել, ընդամենը ստացա առաջարկ կաստինգ ստուդիաներից, հենց Armenia TV-ից, հա, ու գլխավոր դեր մի անգամից, չգիտեի ինչ անեի, ոչ նկարահանման փորձ ունեի, ոչ տեսախցիկի հետ առնչվելու ինչ-որ փորձ, մի անգամից գլխավոր դեր, իսկ ես անփորձ էի, ինձ մոտ չէր ստացվում, բայց ընթացքում արդեն սկսեցի բացվել։ Եվա, ու գնում ենք առաջ, գնում եք ձեր կյանքի ճանապարհով, դժվարություններ, բարդույթներ, հեշտ տրվող նաև ինչու՞ չէ ճանապարհներ եւ մի հետաքրքիր օր հանդիպում եք ձեր ամուսնուն։
Որտեղ է լինում այդ հանդիպումը, ո՞նց է լինում։ Իմ կյանքի 27-րդ տարեդարձից հետո, հա, 27 տարեկանից հետո հանդիպում եմ իմ ամուսնուն ու միանգամից հասկանում եմ, որ հենց ինքը պիտի լինի իմ կյանքի ուղեկիցը։ Ու փառք Աստծո, մինչև հիմա չեմ սխալվել։ Ինչից եք հասկանում, Եվա, ինչն է, որ մարդուն հասկացնում է, որ հենց նա է։ Ես հիմա կոնկրետ Արայիկ ջան չեմ կարա բացատրեմ, որովհետև ինչ որ խոսքերը անզոր են դա բացատրելու համար, ներքին ինչ որ սենց ուժ ու կայծ սենց տվեց ինձ, որ հասկացա հենց ինքը պիտի լինի իմ կողակիցը, հա, քանի որ բավականին արդեն հասուն տարիքում եմ ընտրությունը կատարել, երեխա չէի, հա, որ 20-ից ցածր տարիքում ընտրությունը փակ աչքերով կատարես, արդեն իսկ գիտակցաբար թե թերություններով, թե առավելություններով հասկանում ես, որ հենց ինքնա քո տղամարդը։ Իսկ նրա կողմից եղավ Սիրոխոստովանցյան օրիգինալ ձև տարբերակ։ Այո։ Կպատմեք։ Առաջարկություն եղավ ամուսնության հենց Բրազիլիայում։ Օ։ Հիմա հիշում եմ, ասենց մարմնովս փշաքախում եմ։ Սիրոխոստովանություն մինչ այդ էր եղել, բայց որը արդեն իսկ ամուսնության առաջարկ, այդ ինձ համար միանգամից սենց անակնկալ էր ու որ սպասված, հա, ու շատ գեղեցիկ մի օր ասեցի այո։ Ես շատ ուրախ եմ, որ իրականում ձեր երկուսի սրտում ապրում է նույն սերը եւ ձեր երկուսի սիրտը զարկում է նույն սիրո ձայնով։ Շատ ուրախալի է, որ կյանքում կա իրական սերը փոխում է կյանքի տրամադրությունը, գույները, իրական սերը մարդուն ապրելու նոր շունչ է տալիս եւ թույլ չի տալիս, որ դու մնաս մենակ։ Դու ամենտեղ ապրում ես քո սիրով ու թեև լինեն էլ դժվարություններ, սերը քեզ ուժ է տալիս ու գնում ես առաջ։ Ես ուրախ եմ ձեզ համար, որ դուք երջանիկ եք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, Եվա ջան, շարունակենք մեր զրույցը։ Այնպես ստացվեց, որ ամուսնացաք ու նաև ճանաչեցիք ձեր ամուսնու ընկերներին, մտերիմներին, շրջապատում գտնվող մարդկանց, Տաթև Ստեփանյան։ Ձեր ամուսնու միջոցով եք, չէ՞, նրա հետ ծանոթացել, ով է Տաթևը։ Տաթևը իմ ամուսնու մանկության դպրոցի ամենամոտ ընկեր, հա, կարելի ասել, որ իմ ճանաչած մարդկանցից մաքուր հոգով կարելի ասել կինն է, ում ես ճանաչել եմ ու բացարձակ ոչ մի խանդ չի եղել, որ ինչ-որ մի բանով կասկածեմ կամ խանդեմ, ես էլ իրեն ընդունել եմ ինձ որպես ընկեր և ընկերուհի։ Վերջին անգամ երբ եք տեսել Տաթևին։ Մի քանի ամիս առաջ, ԱՄՆ գնալուց առաջ։ Հիմա Տաթևը կգա մեր տաղավար եւ դուք նորից կհանդիպեք։ Տաթև Ստեփանյանն է գալիս տաղավար, որպեսզի լցնի իր դրական էներգիայով մեր տաղավարը։ Սար ոնց հանդիպեցինք։ Բարև Տաթև ջան։ Բարև եք եկել, համեցեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող Տաթև Ստեփանյանը Եվա Բաղդասարյանի ամուսնու մանկության դասընկերուհին։ Եվան նշեց, որ ոչ մի խանդ երբևէ չի առաջացել, որովհետև նա նկատել է ձեր անկեղծ ընկերությունը եւ ձեր հարգանքը փոխադարձ եւ նվիրումը։ Ինչպիսին է Եվան ըստ ձեզ Տաթև։ Ոյ։ Հիմա մի պահ պատկացեք Եվան տաղավարում չէ եւ մենք խոսում ենք Եվայի մասին։ Եվան ինքն էլ է շատ անկեղծ, շատ անմիջական։ Եվան եթե սիրում է տվյալ անձնավորությունը շատ պարզ ցույց է տալիս, իսկ եթե չի սիրում, բնականաբար դա էլ է ցույց տալիս։ Եվայի հետ մեր մտերմությունը ավելի շատ դե Էդգարի միջոցով, Եվայի ամուսնու, սկսեցինք ընկերություն անել, հետո կարծես թե Էդգարը մղվեց երկրորդ պլան, Եվան դարձավ ինձ ավելի ընկերուհի, իսկ հիմա դե արդեն ընտանեկան ջերմ հարաբերություններ ենք, այո, հանդիպում, ամառները ամառանոցն ենք գնում իրենց, իրանք են գալի մեր տունը սեփական տուն է, այդպես առիթներով։ Շատ հաճելի է։ Տաթև, երբ որ Էդգարը արդեն սիրահարված էր Եվային, նա ձեզ ասաց, որ գիտեք, այո,
այսպեսի մի աղջիկ կա, ում ես Այո։ խելագարվում եմ նրա համար, սիրում Այո, եմ։ հավատացեք։ Եվ ինչ եղավ ձեր առաջին արձագանքը։ Հավատացեք, երևի թե, չգիտեմ, կարծում եմ առաջիններից, եթե առաջինը չէ, հաստատ երկրորդ մարդը կլինեմ։ Ինձ Էդգարը Եվայի նկար ուղարկեց, ասեց մի բան ասեմ, չես հավատա, ասեցի ինչ ա եղել, ասեց ուզում եմ ամուսնանամ, ասի Էդգարում հետ զարմացած, ասեց հիմա նկարը կուղարկեմ, տեսնեմ ճանաչում ես, ու ուղարկեց նկարը, ոյ ես էս մի անգամից ռեակցիա տվեցի, ասի ոյ դերասանուհի, սենց ասեց հա որ ճանաչես, հաստատ շատ կսիրես ու կարծում եմ չենք սխալվել։ Եվ ինչպես եղավ ձեր եւ Եվայի հանդիպումը։ Իմ եւ Եվայի հանդիպումը եւ տանը։ Հա, ճիշտ է, մեր տանը, ահա, Էդգարը ինձ մի օր երեկոյան զանգեց, ասեց դեմ չես լինի, որ Եվայի հետ կանգ ձեր տուն, ասի սիրով։ Այդպես եկան, նստեցինք, շատ ջեր մթնոլորտում, ու այդպես դարձանք ընտանեկան լավ ընկերներ։ Ես շատ ուրախ եմ ձեր այդ լավ ընկեր լինելու փաստի առիթով, միշտ ասում են տղաների ու աղջիկների միջև չկա մաքուր ընկերություն, մի օր անպայման այն ինչ որ մի ուղղությամբ թեքվում է։ Այ որտեղ այն գաղտնիքը թաքնված։ Գիտեք, Էդգարի հետ մեր մտերմությունը, հա, դեռ դպրոցական տարիներից է գալիս, չեմ կարող ասել, բայց Էդգարը այնքան պարզ անձնավորություն է, այնքան մաքրամաքուր մարդ է ինքը իր տեսակով, որ չգիտեմ, էլի շատ լավ ընկեր է, շատ, այն որ խոսքեր, չգիտեմ, չկա։ Այնքան լավ ընկեր է, որ կարողանում ես այն մարդն է, որ կարող ես արխային հենվես։ Էդգար ջան, մեր ջերմ ողջունները ձեզ, այս գեղեցիկ խոսքերը այս դեպքում ձեզ են ուղղված եւ ես շատ ուրախ եմ իրականում, որ կյանքում կա մաքուր ընկերություն եւ ընտանիքում էլ կա այսքան մեծ ու իրական սեր։ Քիչ առաջ մենք խոսում ենք սիրո մասին եւ կարծում եմ դուք էլ համամիտ կլինեք, որ եթե կյանքում կա սեր, կյանքը փոխմագույներ է։ Իհարկե, միանշանակ։ Առանց սիրո ինձ թվում է հնարավոր չի ապրել։ Այո, համաձայն եմ։ Քանի որ խոստովանության տաղավարում եք, ինչ խոսքեր կխոստովանեք ձեր սիրելի ընկերուհուն Եվային։ Եվ ջան, ես ուզում եմ, որ ձեր ամուսնական կյանքը շատ հարատև լինի, դուք Սիմոն ծերունիներ լինեք։ Հավես։ Ու այն հայկական մի հատ խոսք կա, 7 որդով սեղան նստեք։ Այդ կուզենամ։ Ես ուզվեցի։ Ես էլ։ Տաթև շնորհակալ ենք ձեզ մեզ հյուր գալու համար, հիմա ես ձեզ կճանապարհեմ ու մենք շարունակենք զրույցը Եվային։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շատ շնորհակալ, որ ինձ ու անակնկալի բերեցիք Եվային։ Շատ շնորհակալ եմ։ Հաճելի է շատ։ Ստեսություն։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք որ շարունակենք մեր զրույցը գեղեցկուհի սիրված դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ, սակայն մինչ այդ ուզում եմ նշել, որ մեզ կարող եք հետևել նաև մեր YouTube-յան ալիքում։ Պարզապես փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ կգտնեք մեր բոլոր եթերները։ Ուրախ կլինեմ, եթե թողնեք ձեզ հուզող հարցերն ու ձեր մեկնաբանությունները։ Ես խոստանում եմ, որ եւ հարցերը եւ մեկնաբանությունները կստանան իրենց պատասխանները։ Հայ դեպ կարող եք դուք էլ առաջարկել ձեր հյուրին, ում կցանկանաք, որ տեսնեք հաջորդիվ մեր տաղավարում։ Եվ շարունակենք մեր զրույցը։ Այսօր հաղորդման նկարահանման ավարտին դուք գաղտնի նամակներ ունեք։ Սովորաբար մեծ մոտ մեկն է լինում, բայց ձեր պարագայում երկուսն են նամակները։ Սրանք կբացվեն վերջում եւ դուք բարձրաձայն կկարդաք ու կհասկանանք, թե ովքեր են նամակի հեղինակները, բայց մեզ մոտ կա նաեւ գաղտնի արկղ, որի մեջ ձեզ պատկանող իրեր են։ Հիմա ես կգամ ձեր կողքին կնստեմ։ Ու մենք փորձենք բացել ու հասկանալ, թե ինչ կա այստեղ։ Այս թիվը ձեզ ինչ-որ բան հուշում է։ Հա։ Այստեղ էլի մի բան կա, եթե հանեմ, կարծում եմ, որ ամբողջովին արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Մանկության խաղալիքն է։ Այո, եւ այն ձեզ նվիրել է։ Ոյ։ Պապիկը։ Եվ հենց 6 տարեկան եք եղել, եթե ես չեմ սխալվում, հենց այդ ժամանակ է ձեզ նվիրել, չէ՞։ Շատ եք խաղացել այս խաղալիքով։ Խաղացել եմ մինչև 10 տարեկան ու չեմ տեսել
խաղալիքը։ Մայրիկս խնամքով թաքցրել է, դե պահել է, բայց սենց ասեցիք, հիշեցի։ Հիմա մենք մեր տաղավար ենք բերել ձեր մանկության բույրը, ձեր մանկության խաղալիքների հետ միասին ու մենք մտովի հիմա կտեղափոխվենք նաև ձեր մանկություն։ Ինչպիսի մանկություն եք ունեցել։ Չի ասի, որ շատ խաղաղ մանկություն եմ ունեցել։ Դժվարություններ ենք տեսել ես, մայրիկս, հայրիկս, այդ ժամանակ եղբայրս բանակում էր, քույրիկս արդեն ամուսնացած։ Միասին երեքով անցել ենք դժվարությունների միջով, բայց միշտ տեսել եմ ամուր կանգնած մայրիկս, հայրիկիս մեջքին ու հակառակը ու միշտ ձգտել եմ, որ ես էլ պիտի այդպիսի ընտանիք ունենամ, որ անգամ դժվարությունը չկարողանամ ես բաժանել ու խանգարել։ Իսկ ինչ դժվարությունների մասն է խոսքը գնում։ Խոստովանությունակ ասեմ, թե ֆինանսապես, թե բարեկամների առումով, որպես կոտրվելու։ Հիմա ինձ շատ ցավոտ է այդ ամեն ինչը հիշել, բայց փառք Աստծո այդ ամեն ինչի միջով մենք անցել ենք ու հիմա ամուր ոտքերի վրա կանգնած շարժվում ենք առաջ։ Հիմա հասկանում եք սել հեռուստադիտող, որ եթե ընտանիքում կա միություն, կա ամրություն, դժվարությունները հեշտ հաղթահարելի են։ Այսօր Եվային մենք տեղափոխեցինք իր մանկության հուշերի գիրկը եւ այս գեղեցիկ խաղալիքը նրան փոքր տարիքում 6 տարեկանում նվիրել է իր սիրելի պապիկը, ով հիմա ողջ չէ։ Որ տարիքում եք գտնվում, որ պապիկը մահացավ։ 15, ուղիղ 15 տարի առաջ։ Իսկ շատ եք կապված նրա հետ։ Շատ։ Եվա, հարազատների կորուստից հետո ինչ ուժ է մտնում մեր մեջ, որ մենք կարողանում ենք նորից ոտքի կանգնել։ Փառք Աստծո, մոտ ժամանակաշրջանում ոչ մի հարազատ չեմ կորցրել, կորցրել եմ միայն փոքր հասակում, դա 15 տարեկանում, ինձ համար դա շատ վաղ հասակ էր, ու այդ ժամանակ չէի գիտակցում։ Զգում էի կորուստա, բայց հիմա ավելի որ հասուն ես լինում, ավելի ուրիշ ձև ես մտածում։ Բայց էլի մինչև հիմա հիշում եմ ու տխրում եմ, ու շատ եմ զգում բացը իմ հարազատի։ Ասում է, երբ որ կորցնում ենք մեր տատիկներին կամ պապիկներին, մեր տնից բացակայում է մի անուշ բույր, որը միայն նրանց էր պատկանում։ Բայց ինչև է, կյանքի օրենքն է եւ մենք պիտի ուժեղ լինենք, կանգնենք ոտքի ու գնանք առաջ, որտեղ այլ բան չեն կարող անել։ Եվա, ինչ է ձեր կարոտի անունը։ Հենց այս պահին իմ կարոտի անունը քույր եւ եղբայր։ Իրենց եմ շատ կարոտում։ Իմ կողքին չեն ու շատ կուզենայի, որ լինենք շատ մոտ ավելի, բայց այնպես ստացվեց, որ ճակատագիրը բաժանեց, իրենք ապրում են Ռուսաստանում ու այնպես չի ստացվում, որ մենք շատ հաճախ շփվենք, տեսնվենք, շփվելը շատ շուտ ենք շփվում, բայց ամեն դեպքում այդ քիմիան, որ իրար տեսնենք, գրկենք, դա շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Իմ գործի բերումով ես չեմ կարողանում գնամ, իրենց ընտանիքի ու աշխատանքի բերումով իրենք չեն կարողանում։ Բայց շատ եմ ուզում, ինձ դա ուղղակի սպանում է այդ ոչ միախմբված լինելը, իրարից հեռու լինելը, թե ես ԱՄՆ-ում, ծնողիս կարոտով, թե իրենք այդպես։ Եվա, որտեղ է գտնվում կյանքի երջանկության բանալին եւ երջանիկ լինելու գաղտնիքը ինչի մեջ է։ Երջանկության գաղտնիքը բանալին ինքդ է ստեղծում, ինքդ ես գտնում այդ բանալին ու բացելով անցնում ես առաջ։ Ոչ մեկ չի կարող տալ այդ բանալին, ինքդ պիտի ստեղծես։ Իսկ կյանքի արժեքները ինչի մեջ են։ Կյանքի արժեքները ինձ համար միայն ընտանիքի մեջ է։ Բրավո։ Ընտանիքի ու հավատքի։ Ես շատ եմ հավատում Աստծուն ու ամեն օր ինքս իմ մեջ փորձում եմ, աղոթում եմ, որ շատ մոտ լինեմ Աստծուն, հանկարծ չհեռանամ։ Ես միշտ զարմանում եմ, թե ոնց են կյանքում մարդիկ առանց հավատքի ապրում։ Ինձ թվում է հնարավոր չի ապրել։ Պարզապես դա դառնում է գոյատևելու նման մի բան, որ դու պարզապես գոյատևում ես։ Շատ շնորհակալ եմ Եվա։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք,
ինչ անուն կտակ այդ գրքին։ Երկար փնտրած երջանկություն, երևի։ Քանի որ ինչին որ հիմա ես հասել եմ, հա, ես չեմ ասում ես հիմա շատ մեծ բաներ եմ հասել, բայց այն խաղաղությանը, որ հիմա ես հոգով զգում եմ, ինձ հանգիստ եմ զգում, դա հասել եմ հիմա։ Ու միշտ պայքարել եմ կյանքում, ձգտել եմ, որպեսզի ես հոգեպես լինեմ հանգիստ։ Ու ես հիմա դա զգում եմ ու գտել եմ։ Շատ են եղել կյանքում հարվածներ թիկունքից։ Բավականին։ Եվ հիմնականում այդ հարվածները տալիս են մոտ կանգնած մարդիկ, հարազատները։ Ինչու՞։ Հարազատ ասելով այդքան մոտ հարազատից ես հարված չեմ ստացել ընտանիքի անդամներից։ Եղել է մոտիկ ընկեր, բայց կարողացել եմ այդ ամեն ինչը շատ սիրուն անցնել։ Հա։ Իսկ ինչ են ուզում նրանք, իրականում որն է նրանց նպատակը, թուլացնելը մարդուն։ Հիմնականում նախանձը, հա, կարա լինի, նախանձը, որ դու չես հանձնվում, ուզում ես գնաս առաջ, ձգտել ավելին։ Իսկ մարդիկ կողքից նայում են ու տեսնում են, որ իրենց մոտ օրինակ չի ստացվում այն ամեն ինչը, ինչին դու ձգտում հասնում ես, սկսում են նախանձել, չարախոսել։ Ու այդ ամեն ինչը կյանքի փուլում սկսում են խանգարել քեզ։ Եվ եթե եղել են ձեր կյանքում այսպիսի դեպք, ինձ ասեք ոնց եք դուրս եկել այդ իրավիճակից։ Փակ դռների ետևում հայտնվել եք երբևէ։ Կամ դռներ կան, որ փակվել են ձեր առաջ, եթե այո, ոնց եք գնացել առաջ, ոնց եք գտել հաջորդ բացվող դուռը։ Երբեք չեմ կոտրվել, ամենաառաջինը դա է, երբեք։ Եղել է իսկապես փակ դռներ, բայց փորձել եմ այդ ամեն ինչը շատ նորմալ նայել։ Եթե փակ է դուռը, ուրեմն մյուսը կբացվի։ Ու եղել է, հավատացել եմ, բացվել է։ Վերջերս դուք գտնվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հետո նորից վերադարձեք Հայաստան։ Հիմա դուք այնտեղ եք ապրում, թե Հայաստանում, թե գնում գալիս եք։ Համ այնտեղ ենք ապրում, համ այստեղ, բայց հոգով սրտով Հայաստանում։ Քանի որ ապրելով ԱՄՆ-ում, ես ինձ այնտեղ չեմ կարողանում լիարժեք զգալ։ Իմ տունը չի։ Հա, այնպես է ստացվում, որ գործի բերումով, ամուսնուս աշխատանքի, իր ընտանիքի մնացած անդամները այնտեղ են գտնվում։ Գործի բերումով եւ աշխատանքի գնում ենք այնտեղ գալիս ենք, բայց ես միշտ ասել եմ ամուսնուս, որ ես ինձ այստեղ լավ չեմ զգում, իմ տեղը Հայաստանն է։ Դրա համար հիմա ես այստեղ եմ, ոչ թե այնտեղ։ Շատ ուրախ ենք մենք, որ դուք Հայաստանում եք։ Եվ եւս մեկ հարց ու արդեն մենք անցնենք մեր գաղտնի նամակներին։ Ինչ եւ ում ինչ կցանկանաք այս բային խոստովանել, քանի որ դուք խոստովանության տաղավարում եք գտնվում։ Ուզում եմ խոստովանել, որ շատ եմ սիրում իմ ամուսնուն, իմ ծնողներին։ Վերջերս գտել եմ ինձ շատ հարազատ մարդու, հա։ Մենք իրար հետ արունակցական կապեր երբևիցե չենք ունեցել, բայց հենց ԱՄՆ-ում ես մի պապիկ եմ գտել, ով իմ ամուսնու բարեկամն է, ինքը 99 տարեկան է, այս տարի եմ ծանոթացել իր հետ ու ես ուղղակի կարոտում եմ ու ուղղակի ապշած եմ այդպիսի մարդ տեսակով, որ 99 տարեկան մարդու մեջ կարա այդքան կյանք լինի, այդքան բան իրանից սովորես։ Շնորհակալ եմ։ Եվա, անցնենք նամակներին։ Սել է հեռուստադիտող, դուք բոլորդ էլ գիտեք, որ մեզ մոտ սովորաբար մեկ նամակ է լինում, բայց այսօր մենք միանգամից երկու նամակ ենք ստացել եւ երկուսն էլ Եվային են ուղղված։ Սկզբում սա կհանձնենք, Եվա քեզ, հետո արդեն կանցնենք մեր գլխավոր նամակին։ Խնդրում եմ բացեք, բարձրաձայն կարդացեք եւ փորձենք կռահել, թե ով է նամակի հեղինակը։ Ինչ էլ բովանդակալի։ Ուզում եմ ժպիտով կարդաս նամակս ու չհուզվես, կյանքը քեզ հետ ուղի չի ընծայլել, դու շատ ցավեր ու տառապանքներ հիասթափություններ ես կիսել, զգացել ես մենակություն, դառնություն եւ քո բարի ու միամիտ սիրտը վստահել ես մարդկանց, ովքեր բարեխիղճ չեն գտնվել քո հանդեպ։
Չեն ճանաչել քո հոգին, հոգ չեն տարել քո կյանքի մասին, հենց այդ դժվարություններն են, որ կոփել են քեզ ու դարձել այն ուժեղ հավասարակշռված կինը, ում հիմա բոլորը հիանում են։ Դու ապացուցեցիր, որ նույնիսկ ամենամութ գիշերն ավարտվում է սիրուն ու հեքիաթային լուսաբացով։ Դու կարողացար կանգնել բոլորը կարդամ։ Դու կարողացար կանգնել երկու ոտքի վրա շատ ամուր, անգամ այն ժամանակ, երբ չես ունեցել հույսի մի նշույլ։ Արտաքինից վայրի շքեղ ու համարձակ աղջիկ, որին առանց ճանաչելու քննարկել են, ամենանուրբ ու հարեհաս սիրտ ունի, ամենաիսկական աղջկական երազանքներն ու վախերը։ Այսօր դու ունես շատ սիրուն ու երանելի ընտանիք, քեզ շատ սիրող ամուսին, ով պատրաստ է իրականություն դարձնել քո սրտի ամենաթանկուն երազանքները։ Մարդիկ չար են, քեզ շատ քարկոծեն, չես հավատա քո երջանկությանը, ցեղ կնետեն քեզ վրա, բայց դու միակ գեղեցկուհին չես աշխարհում ու կոտրել են, փորձել են ընկճել։ Այսպես է լինում, երբ կինն ուղղակի հաջողակ, գեղեցիկ ու տաղանդավոր է ծնվում, գիտեմ, որ անգամ հիմա, երբ ապրում ես երազանքիդ կյանքով, էլի սրտումդ վախեր ունես։ Երբեմն մոլորվում ես տխրում, թեկուզ անպատճառ, վստահում ես ճանապարհիդ հանդիպող բոլոր մարդկանց, հետո հիասթափվում ու էլի չես սովորել ճանաչել չար ու շահամոլ հոգիներին, բայց դու անսահման հաջողակ տաղանդավոր դերասանուհի ես, ում առջև մեծ հաջողություններ են սպասվում։ Հիշիր, որ անցյալի փորձություններն ամեն րոպե պիտի վկայեն այն մասին, որ դու անսահման ուժեղ ես, Աստված բարդ ու երկար ճանապարհներով դեպի երջանկություն է տանում ու ամենաուժեղ սիրելի զավակներին, որովհետև մինչև չլինի մութը, լույսը չի արժևորվի։ Շարունակիր ժպտալ ու երազել, դու արժանի ես լավագույնին։ Ես միշտ պատրաստ եմ լսել քեզ, հասկանալ ու երբեք չմեղադրել։ Սիրում եմ քո տեսակը, հրեհաս, ընկերասեր ու անձնվեր, դու լավ ընկեր ես, միթե լավագույնները չեն, որ կարող են ընկեր կոչվել։ Միանշանակ այո։ Դի գուշակեմ ով է։ Փորձենք գուշակել։ Բայց շատ սիրուն է։ Շատ սիրուն խոսքեր են։ Ու ես նաև ուժ տվող։ Այսպեսի գրագետ խոսքերից երևի արդեն հասկանում եմ ով կարող է լինել։ Ռուզաննան։ Ոչ։ Թույլ տվեք ես հուշեմ։ Նամակ եղինակը Էլեն Ասատրյանն է։ Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյան։ Էլենի խոսքերն են այս թղթի վրա։ Էլեն, շնորհակալ ենք նամակի համար։ Եվ գլխավոր նամակը, խնդրեմ։ Այսպեսի բան չէր եղել մեզ մոտ, որ երկու նամակ միանգամից հյուրը ունենար։ Եվաս ես գիտեմ, որ քո անցյալը հեշտ չի եղել, ունեցել ես դժվարություններ, հիասթափություններ, կյանքը քեզ շատ հարվածներ է տվել, բայց դրանք իրենց լավ կողմերն են ունեցել։ Դրանք են քեզ կոփել, նպատակասլաց դարձրել ու հասել ես նրան, ինչին արժանի ես։ Ինձ զարմացրել է քո չկոտրվող տեսակը, դու չափից ավել պրոֆեսիոնալ ես քո գործում, կարողացել ես ստիպել քո հեռուստադիտողին հավատալ կերպարիդ, ապրել կերպարովդ այնպես, որ իրական կյանքում քեզ հետ շփվելով ուրիշ մարդ են տեսել։ Տեսել են իրական Եվային մի բարի ու պարզ սիրտ ունեցող անձնավորության, որ զարմացրել է բոլորին։ Դու շատ հավատարիմ ես, շատ բարի ու լավ ընկեր։ Քեզ հետ ծանոթացող ափսոսում է մի բանի համար, որ քեզ վաղուց չգիտի։ Իմացիր, մարդիկ շատ են ու տարբեր։ Կարծիքները շատ են ու տարբեր, կքննադատվեն, կվիրավորեն, բայց երբեք չապրես ուրիշի համար, երբեք չապրես անցյալովդ, երբեք չհիշես նեղություններդ, միշտ իմացիր, եթե չունենայիր նեղություն, չէիր գնահատի այն լավ հնարավորությունները, ինչ ունես հիմա, դու շատ գեղեցիկ ես հմայիչ, հպարտացիր այն ամենով, ինչ ունես, հավատա Աստված շատ շռայլ է գտնվել քեզ հանդեպ, պարգևելով թե գեղեցկություն, թե հմայք, թե կանացիություն։ Ներիր նրանց, ովքեր վիրավորել են քեզ, ովքեր որովհետև ներել կարող են միայն ուժեղ մարդիկ։ Իսկ ես վստահ եմ, դու շատ ուժեղ ես, սիրում եմ քեզ շատ, դե գուշակիր թե ով է, անկեղծ չեմ կարողանում գուշակել։
Մի հուշում գոնե։ Վերջի տողը սիրում եմ քեզ շատ։ Չեմ կարող։ Ձեր ամուսինն է։ Հա, ամուսին։ Էդգարն է նամակեղինակը, Էդգար Գրիգորյանն է Ես չէի մտածում, որ ամուսինս կարա գրի, մտածում էի այնպեսի մարդ ում վաղուց չեմ հանդիպել։ Ձեր ամուսնու խոսքերն են, այստեղ առաջին նամակում Էլենն է Ասատրյան, իսկ երկրորդ նամակեղինակը ձեր մեծ սերն է, ձեր ամուսինը, Էդգար Գրիգորյանը։ Եվա, ներողություն ձեզ այդքան հուզելու համար, բայց կարծում եմ մեր զրույցը ստացվեց։ Մենք ձեզ կարողացանք տանել մանկություն ու բերել հասցնել այս օրեր։ Գիտեք ինչն է ամենակարևորը, որ ձեր աչքերը փայլում են իրական երջանկությամբ, որ ձեր սրտում ապրում է գեղեցիկ սերը, ու դուք այսօր երջանիկ եք։ Հավատացած եղեք, որ կյանքում ոչ ոքին ոչ մի բան պետք չի ապացուցել։ Կյանքն ամեն բան դնում է իր տեղը, եւ մարդիկ մի օր անպայման հասկանում են, որն է ճիշտ եւ որը սխալ։ Ու գնահատում են այն մարդկանց, ովքեր միշտ են արժանի մեծ գնահատանքի։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ տաղավարում եք ու այսքան անկեղծ զրույցեր ստացվում մեզ մոտ։ Շնորհակալ եմ նաև ձեզ։ Ինձ այսքան ինձ ցույց տալու համար։ Շնորհակալ եմ Անիկ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր գեղեցկուհի, սիրված դերասանուհի եւ պարզապես հրաշալի մարդ Եվա Բաղդասարյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։